Պարոն փոխնախարար, ինչպես եք տեսնում եւ ինչպես եք գնահատում Հայաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև հարաբերությունների ներկա մակարդակը եւ հետագա զարգացման համար ինչ հեռանկարներ եք տեսնում։ بسم الله الرحمن الرحیم. روابط ایران و ارمنستان خب در یک وضعیت بسیار خوبی الان قرار داره. ایران եւ Հայաստանի միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի. در بعد دیپلماتیک بالاترین هیئت‌ها در حال رد و بدل شدن هستند. Դիվանագիտական մակարդակով ամենաբարձր ուրեմն մակարդակի պատվիրակությունների փոխայցեր են եղել. همین هفته‌ای که من الان در ایروان هستم 5 هیئت رسمی عازم ایروان هست. Հենց այս շաբաթվա ընթացքում ես գտնվում եմ Երևանում, եւս 5 պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան. همین هفته گذشته دبیر شورای عالی امنیت ملی ارمنستان به ایران سفر کرده بود آقای گروگوریان. Պարոն Գրիգորյանը վերջերս Իրան էր այցելել, անվտանգության խորհրդի քարտուղարը. و ما در حال برنامه‌ریزی سفر سران به تهران و ایروان هستیم. Եվ այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան. از جهت رایزنی‌های سیاسی هم به طور منظم اینها داره اتفاق میفته بین دو پایتخت. Քաղաքական խորհրդակցությունների ոլորտում կարգավորված ուրեմն խորհրդակցությունները երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են. روابط اقتصادی دو کشور خب به سطح خیلی خوبی رسیده با این توافقی هم که در خصوص تعرفه 0% بین دو کشور شده. مطمئن هستیم که روابط یک جهشی خواهد داشت و ما هدف گذاری چند میلیاردی رو برای روابط اقتصادی میان دو کشور داریم. Իսկ ինչ վերաբերում է տնտեսական ոլորտի հարաբերություններին, շատ բարձր մակարդակի վրա են գտնվում այդ հարաբերությունները եւ առաջիկայում երբ որ արդեն փոխադրումների 0% տոկոսադրույքը արդեն իրականացվի, ուրեմն հարաբերությունները տնտեսական ոլորտում թռիչքային աճ կարձանագրեն. در حوزه‌های فناوری و تکنولوژی هم خیلی روابط خوبی هست. استارتاپ‌ها دارن با هم کمک میکنن، انتقال تکنولوژی داره اتفاق میفته. Ուրեմն նորագույն տեխնոլոգիաների ոլորտում եւ պետք է նշեմ, որ շատ լավ համագործակցություն է ձևավորվել նաեւ ստարտափերի միջև, որոնք ուրեմն միմյանց են փոխանցում տեխնոլոգիաները. در حوزه‌های فرهنگی، توریسم، روابط مردمی هم در حال یک تبادلات سطح بالا هست. Ուրեմն մշակութային հարաբերությունների ոլորտում, туриզմի ոլորտում եւ ինչպես նաեւ երկու երկրների միջև ժողովրդների միջև կապը օրստորե առավել է զարգանում. امیدوارم با رفع برخی موانع و بعد از نهایی شدن معاهده صلح بین آذربایجان و ارمنستان ما بتونیم پروژه های مشترک بیشتری رو که از قبل باقی مونده عملیاتی کنیم. Եվ հույսով եմ, որ որոշ խոչընդոտներ հարթվելուց հետո հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ուրեմն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մենք բազմաթիվ նախագծեր եւ պրոյեկտներ կիրականացնենք, որոնք մինչեւ այս պահը կյանքի չեն կոչվել. در خدمت. Պարոն Խաթիբզադե, Իրանը, Հայաստան եւ Ադրբեջանի միջև շուտ ապույտ խաղաղության պայմանագիր կնքելու օգտին է հանդես գալիս եւ նշում է, որ պատրաստ է նպաստել այդ գործընթացին։ Հաշվի առնելով տարածաշրջանի ընթացիկ անկայուն վիճակը, ինչպես եք տեսնում Իրանի դեր այդ գործընթացում։ Արդյոք Իրանը պատրաստ է ակտիվ քայլերի, եթե այո, ինչպես։ خب ببینید منطقه قفقاز جنوبی از این درگیری هایی که سالها در این منطقه بوده زخم زیادی خورده. Պետք է ասեմ, որ հարավային Կովկասը ուրեմն այս ուրեմն պատերազմների եւ ընդհարումների արդյունքում շատ մեծ ուրեմն խորը վերքեր է ունեցել. برای همین هستش که جمهوری اسلامی ایران به دنبال نهایی کردن این توافق صلح میان آذربایجان و ارمنستان و تمامی حمایت‌های خودش را هم در این راستا اعلام کرده. Եվ հենց այդ կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է, որ ինչքան շուտ այդ ուրեմն խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ ցանկացած աջակցություն, եթե պետք լինի, պատրաստ է ցուցաբերել. الان صلح یک انتخاب نیست، صلح یک ضرورته، یک الزام قطعیه و برای همین ما باید تمام تلاشمون رو بکنیم که هر چه زودتر این اتفاق بیفته.
Այսօր խաղաղությունը դա ընտրության հարց չէ, այլ անհրաժեշտության հարց է, որը պետք է շատ արագ հասնել այդ նպատակին։ ما به خاطر این درگیری ها بسیاری از پروژه ها قربانی این درگیری ها شدند و لذا الان هر جمهوری اسلامی ایران هم در حوزه دو جانبه و هم در حوزه ظرفیت های منطقی خودش تلاش میکنه که این اتفاق بیفته. Ուրեմն մենք բազմաթիվ նախագծեր ունենք, որ այս ուրեմն պատերազմների եւ այլն այս ընդհարումների արդյունքում իսկապես մեծ վնասներ են կրել, ուստի եւ զոհ են դարձել դրանց, ուստի Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ երկում եւ տարածաշրջանային ուրեմն նախագծեր իրականացնելու առումով, որպեսզի կարողանա այդ պոտենցիալը լավագույնս օգտագործել, նա կողմ է որպեսզի այդ համաձայնությունը ինչքան շուտ իրականացվի։ Հնարավոր է որ Իրանը փորձի միջնորդի դեր կատարել կողմերի միջև։ احتمال که ایران به عنوان میانجی بین طرفین ظاهر بشه. خب ببینید ایران در واقع این کار رو تا الان کرده هر کجا تونسته. ինչքանով որ կարողացել է Իրան այդ գործն արել է։ ایران هم با باکو هم با ایروان در زمانهای مختلف چه در زمان جنگ چه بعد از جنگ همواره گفتگوهاشو کرده. Իրանը եւ Բաքվի հետ եւ Իրանի հետ եւ պատերազմի ընթացքում եւ հետոն այդ իր գործառույթը իրականացրել է։ ما مهمترین وظیفه‌ای که الان برای خودمون تعریف کردیم نزدیک کردن دیدگاه‌های دو کشور به هم. Կարևորագույն նպատակը եւ պարտավորությունը, որ մենք հիմա ստանձնել ենք, այն է, որ երկու կողմերի մոտեցումները ուրեմն մոտեցնենք միմյանց։ و نکته دوم اینه که بیشترین تلاش رو خواهیم کرد که تنش‌ها افزایش پیدا نکنه و رو به سمت کاهش و از بین رفتن باشه. Ողջ ջանքերը կներդրենք, որպեսզի այդ լարվածությունը ոչ թե ավելանա, այլ նվազման միտում ունենա։ اگر هم لازم باشه بیش از این ما در نقش میانجی وارد خواهیم شد. Եվ դրանից ավել, եթե անհրաժեշտ լինի, որպես միջնորդ հանդես կգանք։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրելու, սակայն մենք նաև տեսնում ենք Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններ։ می‌بینیم که ارمنستان موافقه که امضا بشه موافقتنامه صلح، ولی آذربایجان با لفاظی‌های جنگ طلبانه ظاهر میشه. Տարածքային նկատումներ են ներկայացնում։ ارزی با ادعای ارزی ظاهر میشه. Եվ Ադրբեջանի նախագահը եւ հոգեվոր առաջնորդը Ադրբեջանի Ադրբեջան و همچنین رهبر روحانیشون նման պայմաններում որքանով է հավանական խաղաղության պայմանագրի կնքումը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատումը։ در این گونه شرایط امضای موافقتنامه صلح و برقراری صلح در منطقه چقدر میتونه احتمال داشته باشه؟ ببینید ما از این سوء تفاهمات باید همه عبور کنیم. մենք պետք է այս թուրում բռնումները میگم անցնենք այս թուրում բռնումներից. من فکر میکنم که الان آنچه که مهم هست این هستش که از تنش همه طرف‌ها اجتناب کنن و به طرف نهایی کردن این توافق صلح برن. ուրեմն հիմա պետք է կողմերը խուսափեն ուրեմն լարվածությունը ավելի մեծացնելուց եւ պետք է գնան դեպի խաղաղության հաստատում. خب شما میدونید که جمهوری اسلامی ایران با هر دو کشور مرزهای پایداری داره و لذا ما تمام تلاش خودمون رو کردیم، باز هم خواهیم کرد که از تنش و مواردی از این دست اجتناب بشه. Ուրեմն դուք գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկու երկրների հետ ունի կայուն մարզ սահմաններ եւ ջանքերը գործադրում է, որպեսզի խուսափենք նման լարվածություններից. در خصوص تمامیت ارضی هم باید یه نکته رو بگم. خط قرمز جمهوری اسلامی ایران همواره حفظ تمامیت ارضی کشورهای همسایه‌اش بوده. Իսկ ինչ վերաբերվում է տարածքային ամբողջականությանը, դուք շատ լավ գիտեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը տարածքային ամբողջականության վերաբերյալ կարմիր գիծ է եւ այն հարևան երկրների ուրեմն տարածքային ամբողջականության աջակցության պահպանումն է. فکر می‌کنم که این به خوبی توسط همه کشورهای منطقه درک شده که از فضای جنگ همه فاصله بگیرن و با احترام به تمامیت ارضی همدیگه وارد یک فضای جدید همکاری بشه. Ուրեմն ես կարծում եմ, որ բոլոր տարածաշրջանի բոլոր երկրների կողմից այս հարցը ընկալվել է եւ նրանք պետք է մտնեն նոր տիրույթ ուրեմն երկրների միջև տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը զարգացնելու համար. Պարոն Խաթիբզադե, ինչպես է գնահատում Հայաստանի առաջ քաշած
խաղաղության խաչմերուկ նախագծի նշանակությունը եւ ըստ ձեզ այնինչ ինչ դեր կարող է ունենալ Հարավային Կովկասում կայունության հաստատման գործում։ اهمیت پروژه دولت ارمنستان در خصوص چهارراه صلح رو چگونه ارزیابی میکنید و در برقراری صلح در منطقه این پروژه چه نقشی میتونه ایفا کنه؟ ببینید فوق العاده مهمه. شاید کاریبره. ببینید منطقه اول از همه باید از هر گونه رقابت ژئوپلیتیک دور بشه. Նախ տարածաշրջանը պետք է հերու մնա ցանկացած ուրեմն գեոպոլիտիկ մրցակցությունից به ویژه از رقابت ژئوپلیتیک کشورهای فرامنطقه‌ای. հատկապես տարածաշրջանից դուրս գտնվող գեոպոլիտիկ մրցակցությունից قربانی رقابت ژئوپلیتیک قدرت‌های بزرگ کشورهای منطقه هستند. տարածաշրջանի երկրները ուրեմն տարածաշրջանից դուրս գտնվող գերտերությունների զոհերն են դառնում. برای این کار باید برای اجتناب از این رقابت‌های ژئوپلیتیک باید همکاری‌های درون منطقه‌ای و درونزا شکل بگیره. ուրեմն նման խուսափելու համար նման ուրեմն գեոպոլիտիկ մրցակցություններից պետք է հենց տարածաշրջանի մեջ տարածաշրջանի երկրների միջև համագործակցություն ձևավորել. برای همین این ابتکار چهارراه صلح یا مسیر صلح بسیار ابتکار درستی است. Ուստի այդ խաղաղության խաչմերուկ նախագիծը ճիշտ նախագիծ է. جمهوری اسلامی ایران از هر ابتکاری که ژئواستراتژیک باشه ولی ژئوپلیتیک منطقه رو به هم نزنه استقبال میکنه. Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկացած նախագիծ, որը կունենա գեոստրատեգիական բնույթ, բայց գեոպոլիտիկան չի խախտի, ողջունում է այդ նման նախագծերը. هیچ قابل پذیرش نیست که جغرافیا، نقشه ها، تمامیت ارضی و ژئوپلیتیک منطقه دستخوش تغییرات بشه. Եվ ընդունելի չէ, որ ուրեմն տարածաշրջանի գեոպոլիտիկան, ուրեմն աշխարհագրությունը փոփոխության ենթարկվի։ Պարոն Խաթիբզադե, այս կոնտեքստում կուզեի հարցնել տարածաշրջանի 3 գումարած 3 ֆորմատի մասին։ Dar մորդ պլատֆորմը CBZFS սուալ կոնա։ Արդյոք այս հարթակն ունի անհրաժեշտ ներուժ հասցեագրելու լուծելու տարածաշրջանի հաղորդակցություններին վերաբերող հարցերը եւ ինչպես եք տեսնում խաղաղության խաչմերուկի հեռանկար այս ձևաչափում։ ایشون میگن که آیا در رابطه با ارتباطات منطقه‌ای چه نقشی میتونه ایفا کنه و همچنین پروژه طرح چهارراه صلح. ببینید ابتکاراتی از شبیه 3+3 سالهاست که پیگیری میشه. ուրեմն այդ 3 գումարած 3 տարիները որ հետամուտ են լինում այդ من تو سال قبلی توضیح دادم هیچ چاره‌ای نداریم مگر اینکه از رقابت‌های ژئوپلیتیک کشورهای بزرگ فرامنطقه‌ای اجتناب کنیم. Ես անցյալ տարվա իմ հարցազրույցում ասեցի մենք այլ ելք չունենք, քան խուսափենք տարածաշրջանից դուրս գտնվող از ژئوپلیتیکای فرامنطقه‌ای از رقابت‌های ژئوپلیتیک قدرت‌های فرامنطقه. ուրեմն տարածաշրջանից դուրս գտնվող հզոր ուժերի ուրեմն գեոպոլիտիկ մրցակցությունից. ببینید هفته گذشته مجمع گفتگوی تهران در ایران برگزار شد. անցյալ շաբաթ Թեհրանում կայացավ Tehran دیالوگը. موضوع این مجمعی که بیش از چند صد نفر شرکت کننده بین‌المللی داشت یک موضوع ساده بود. ուրեմն թեման այդ ուրեմն նիստի շատ པարզ թեմա էր, որին մասնակցում էին աշխարհից մասնակցող տարբեր ուրեմն մասնագետներ եւ փորձագետներ. آیا منطقه ما عاملیت و توانایی شکل دادن به نظم آینده خودش رو داره یا نه؟ Արդյոք մեր տարածաշրջանը որպես գործոն կարող է ձևավորել շեղտադան բե آیا نظم آینده منطقه տարածաշրջանի ապագա ուրեմն ձևավորելու հարցում ما تهران معتقده ما معتقدیم نه تنها ما این توانایی رو به عنوان یک منطقه داریم که نظم آینده منطقه رو شکل بدیم بلکه میتونیم معمارش هم باشیم. ոչ միայն Թեհրանը գտնում է որ ոչ միայն մենք կարող ենք դա ուրեմն տարածաշրջանում կարգավորել, այլ ճարտարապետը լինել դրա. یا ما تصمیم میگیریم نقش داشته باشیم، کنشگر باشیم و معمار باشیم یا برای ما از بیرون نقشه خواهند کشید. Կամ պետք է մենք կարողանանք
գործել եւ մենք ինքներս որպես օբյեկտ հանդես գալ, հակառակ դեպքում դրսից մեզ համար ինչ որ ծրագրեր կմտածեն կամ اونهایی هم که برای ما نقشه میکشن برای به خیر ما نقشه نخواهد کشید. ովքեր որ մեզ համար ինչ որ ծրագրեր են ուրեմն պլանավորում, մեր բարին չեն կամենում։ 3+3 یکی از اون ابتکارات. Եվ պետք է նշեմ, որ 3 գումարած 3-ը այդ նախաձեռնություններից մեկն է։ Խաթիվզադե ձեր թույլտվության վերջին հարցը շատ կարճ միջազգային օրակարգից اگر اجازه بدید از دستور کار بین‌المللی یک سوال نه بفرمایید خواهش می‌کنم. Իրանն ու Միացյալ Նահանգները ներկայում բանակցություններ են վարում, շատ կարևոր է եւ արդեն 5 հանդիպում է տեղի ունեցել։ ایران و آمریکا مذاکراتی رو برگزار میکنن که تاکنون 5 مذاکره انجام شده. Ինչ կարող եք նշել արդեն իսկ բանակցային այս գործընթացի մասին, ասես կողմերը որքանով են մոտ համաձայնությանը։ نه ارزیابی جناب عالی در مورد این مذاکرات چیست و به نظر شما طرفین تا چه حد موازشون به هم نزدیک شده؟ خب ببینید آنچه که در دورهای متعدد گفتگوهای غیر مستقیم با ایالات متحده اتفاق افتاده تا الان در حول و حوش روشن کردن دستور کار بوده. ուրեմն ոչ ուղղակի ուրեմն բանակցությունները որոնք տեղի են ունեցել օրակարգը հստակեցնելու շուրջ է եղել از نظر جمهوری اسلامی ایران هر توافقی دو بعد داره. Իրանի իսլամական տեսանկյունից յուրաքանչյուր համաձայնություն երկու տեսանկյունից կարելի է դիտարկել و تنها در یک شرایط این توافق ممکنه که این دو بعدش رعایت بشه. եւ մի պայման կարող է ուրեմն համաձայնություն լինի, եթե այդ երկու տեսանկյունից ամեն ինչ հստակ եւ པարզ լինի։ یک بال این توافق رفع تحریم هاست. Ուրեմն համաձայնության այդպես ասած թևերից մեկը դա պատժամիջոցների վերացումն է։ جمهوری اسلامی ایران باید مطمئن بشه که این بار تحریم ها به صورت دائمی و مؤثر برداشته میشه. Իրանի Իսլամական Հանրապետությունը պետք է վստահ լինի եւ համոզված լինի, որ այդ պատժամիջոցները մեկընդմիշտ կվերացվեն։ بال دیگه ای هم داره این توافق که در موضوع عدم اشاعه و فعالیت‌های صلح‌آمیز هسته‌ای ایران است. Եվ երկրորդը դա վերաբերվում է ուրեմն միջուկային խաղաղ ծրագրի մասին Իրանի جمهوری اسلامی ایران آمادگی داره هر تضمینی که لازمه برای اطمینان از فعالیت‌های صلح‌آمیز هسته‌ای ایران رو بده. Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ցանկացած երաշխիք ներկայացնել իր ուրեմն միջուկային խաղաղ գործունեության վերաբերյալ։ اما طبیعتاً دو تا شرط مهم هست. Սակայն այստեղ բնականաբար երկու կարևոր պայման կա։ یکی اینکه ایران نمیپذیره که استثناء در حقوق بین‌الملل و روابط بین‌الملل باشه. باید عین همه کشورها حقوق عادی داشته باشه. Նախ պետք է Իրանի Իսլամական Հանրապետության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված լինի, որ ուրեմն միջազգային իրավունքները պետք է տարբերակում չմտցվի եւ բոլորի համար հավասար լինի։ دوم که ذیل معاهده عدم اشاعه یا NPT باید حقوقش در خصوص استفاده صلح‌آمیز از انرژی هسته‌ای از جمله غنیسازی عادی محترم شمرده بشه. Եվ ինչպես նաև NPT շրջանակում պետք է հարգվի նրա ուրեմն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը եւ ինչպես նաև հարստացումը։ اگر ایالات متحده از این دو نکته یعنی به این دو نکته پایبند باشه من فکر می‌کنم که توافق در خصوص یک توافق پایدار ممکن. Եթե հավատարիմ լինի ԱՄՆ-ն այս երկու պայմանների նկատմամբ, ես կարծում եմ, որ համաձայնությունը թափով միտնե ممکنه. հնարավոր կլինի։ من عجله نمی‌کنم برای اینکه قضاوت کنم ولی فکر می‌کنم تا الان گفتگوها خوب و محترمانه. Չեմ ցանկանում առաջ ընկնել եւ դատողություն անել, բայց կարող եմ նշել, որ մինչեւ այս պահը ուրեմն բանակցությունները լավ են ընթացել։